Դեռևս 1 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ սկսեցին լայնածավալ աշխատանքներ, Սասունցի Դավիթ բալետօպերայի աշխատանքները եւ հավաքվեց ստեղծագործական մի ամբողջ կազմ եւ մեծ քննարկումների արդյունքում կարողացանք մի շարք մեզ համար կարևոր բնորոշիչներ իմանալ, թե ինչպես ենք առաջնորդվում եւ ինչպես կարելի է մեր անմահ էպոսը ներկայացնել եւ ներկայացնել այսօր եւ վերաիմաստավորել եւ վերարժևորել։ Կարծում եմ, որ մեզ հաջողվեց գտնել մի ձևաչափ Երևանի քաղաքապետարանի հավաքական երգչախմբի, մանկական երգչախմբի միջոցով 400 երեխաներ սովորել են եւ շարունակում են այս պահին սովորել Սասունցի Դավիթ էպոսը եւ շատ կարեւոր էր ինչպես են կարողանալու այս ժամանակի համար ներկայացնել։ Սա կարող եմ ասել նախադեպը չունեցող նախագիծ է, ելնելով թե մասշտաբայնությունից, երեխաների քանակից եւ առհասարակ գաղափարից։ Ներկայացված են գլխավոր հերոսները եւ երգչախումբը այս հերոսների մարմնավորողն է, կերպարների կերտողն է, պատասխանատվությունը իհարկե շատ մեծ է, քանի որ դեռևս անդրադարձ չի եղել այս ֆորմատով մեր էպոսին։ Մեր խնդիրը այստեղ շատ բազմաշերտ է, կարողանալ այնպես անել, որ հանդիսատեսին հասցնենք էպոսի յուրաքանչյուր հերոսի իրական կերպարը։ Մենք էպոսը ներկայացնում ենք էլեկտրոնային ժամանակակից երաժշտության եւ բալետային նոր մարմնի լեզվով։ Բեմադրությունը կատարվել է ժամանակակից ոճով։ Յուրաքանչյուր արտիստ ինձ համար գլխավոր հերոս է ու գլխավոր հերոս կդառնա նաև հենց հանդիսատեսի համար։ Պարողների հետ սկսել եմ աշխատել սեպտեմբեր ամսվանից։ Ունեցել ենք շատ երկար, դժվար, բայց սիրով լի ճանապարհ ու կարծում եմ, որ ներկայացման օրը այդ սերը հանդիսատեսը անպայման կզգա ու կհասկանա, թե ինչքան մեծ աշխատանք է կատարվել ողջ բեմադրական կազմի կողմից։ Աշխատանքը կատարված է ժայռերի տեսքով, նյութը պենոպլաստներով, մետաղական կոնստրուկցիաներով, հատուկ տեխնոլոգիաներով փորձեցինք ստանալ ժայռերի հայտ մեծ ծավալները, 80 կտորից է բաղկացած։ Սկզբնական պահերին մի քիչ մտավախություն կար այդ հսկայական մեծ ծավալի առումով։ Հետո աշխատանքի ընթացքում այդ ամբողջը ոնց որ հուշում էր եւ ընթացիկ այդ ամբողջը ավելի էր հետաքրքրանում աշխատանքը եւ իհարկե Սասունցի Դավիթի իբրև մեր պատմական հայոց այդպես ուրեմն էպոս եւ իմ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եղավ ուրեմն ձևավորել բեմը։ Լիահույս ենք, որ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին տեղի կունենա հայկական մշակութային կյանքում հեղափոխական մի էջ, որը որ կարողանա ձևակերպում տալ, թե ուր է շարժվում եւ ուր է գնում հայկական մշակույթը։